Ընդհանրապես կա ընկալում եւ եղել է ընկալում, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իր աշխարհասփյուր թեմերով ներկայացնում է կամ այսպես ասած առաջ է մղում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը ամբողջ աշխարհում եւ այսպես խոսվում է նաեւ խոսվել է Սփյուռքի մի շարք կառույցների մասին եւ սա նորմալ տրամաբանություն է եւ այս տրամաբանությունը ես ընդունում եմ, բայց մենք ուշադիր պետք է լինենք, որ հանկարծ հակառակը չլինի եւ վախենամ, որ առնվազն մի շարք հայտնի դեպքերում ուղիղ հակառակն է, ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերն են առաջ մղվում այլ երկրներում, այլ երկրների շահերն են առաջ մղվում Հայաստանի Հանրապետությունում եւ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ պետականության։ Եվ սա մի նրբություն է, որի վրա մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Այո, եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին դուրս չէ պետությունից եւ եկեղեցին բոլոր իմաստներով պետք է գործի պետության մեջ եւ հետեւաբար պետության սահմանած կանոններով։ Ընդ որում այս մեր խոսույթի հակասահմանադրականության մասին պնդումները անհեթեթ են, որովհետև գործող սահմանադրության մեջ էլ գրված է, որ պետության եւ հայաստանյաց առաքելական եկեղեցու հարաբերությունները կարող են սահմանվել օրենքով։ Այո, օրենքով կարող է սահմանվել։ Իսկ ով է ասել, որ օրենքով չի կարող սահմանվել այդ թվում հոգևոր ծառայողների սոցիալական համակարգերին ներգրվելու եւ ներգրավելու համակարգը։ Իմիջիայլոց Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ եւ այս համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Մենք վաղուց ենք խոսել, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաեւ հարկեր վճարի, ընդ որում մենք ասում ենք, այս գլխից մենք պարտավորվում ենք եւ ասում ենք, որ այդ վճարված հավաքագրված հարկերը 100% անվերապահորեն կվերադարձնենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, բայց եւ դեռ մի բան էլ ավելին, ըստ անհրաժեշտության նաեւ լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով եւ այդպես շարունակ։ Իսկ ինչու նրանք չեն համաձայնվում։ Ինչու է արդեն 8 տարի Կտրիչ Ներսյանի համար այս օրակարգը ինչու է